Բարև ձեզ հարգելի լրագրողներ, առաջիկա 1 ժամվա ընթացքում պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին, խնդրեմ։ Առաջին հարցը նախորդ միթինգի հարցերն իրացվել, արվեստից Բարև շնորհակալություն։ Պարոն վարչապետ Ռուբեն Ռուբինյանը նշել էր, որ ազգային ժողովի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո չի կատարելու հատուկ ներկայացուցչի պարտականությունները, հետաքրքիր արդյոք հայտնի է թեկնածու, ով է լինելու, ով է շարունակելու այդ աշխատանքը։ Եվ երկրորդ հարցը օրեր առաջ Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր գրանցվել, տասնյակ մարդիկ հիվանդանոցներում էին հայտնվել, համայնքում բնակիչները վստահ են, որ խնդիրը ջուրն է, հիվանդությունների վերահսկման կենտրոնը եւս մի քանի աղբյուրում հայտնաբերել է շեղումներ, բայց վիոլաջուրը պնդում է, որ ամեն դեպքում ջուրը չէ պատճառը։ Ես հիշեցնեմ, որ նաեւ 3 ամիս առաջ Գարնանը եւս նման դեպքեր գրանցվել նույն քաղաքում, որն է բացը, ինչ աշխատանք չի արվել այս ընթացքում, որ նորից նման խնդրի առաջ են կանգնում։ Պետք է պատասխանները հիմնավորված ստացվեն եւ հետեւություններ արվեն վիոլաջուրը մնացած մեր մարմինները եւ անհրաժեշտ որոշումներ կայացնեն։ Ընդհանրապես մենք պետք է իմանանք, որ նաեւ Հայաստանում ջրամատակարարման համակարգը լայնորեն քայքայված է եւ այդտեղ լուրջ ներդրումներ են անհրաժեշտ, բայց խնդիրը մենակ ներդրումը չի, որովհետեւ երբեմն մեզ թվում է թե ներդրում արեցինք, այսինքն խողովակը քաշեցինք, դրանով հարցը լուծեցինք։ Եթե դա ամեն ինչը ամենօրյա սպասարկման չի ենթարկվի, ելի մենք ունենալու ենք նույն խնդիրները։ Ամենօրյա սպասարկման համար հարկավոր են որոշակի ներդրումներ։ Եվ այդ ներդրումները ընդհանրապես սխեմաներ ինչպես է աշխատում են այդ ամեն ինչը, այդ ռիսկերի կառավարումը նաև որոշակիորեն ներառվում է նաև սակագների մեջ եւ մենք պետք է նաև առերեսվենք այս խնդրի հետ, որովհետեւ այսօր բազմաթիվ բնակավայրեր կան, ես հիշում եմ իմ այցելությունը Հանրապետության գյուղերից մեկը դեռ պատգամավոր է այդ ժամանակ, եւ որ ես տեսա, որ մարդիկ իրենց տներում ֆիլտրեր դրած օգտվում են ջրից, որովհետեւ իրենք հրաժարվել են ջրաչափ տեղադրել, կենտրոնացված համակարգից օգտվել եւ այլն, ես հիշում եմ այդ ֆիլտրերը եւ այդ ֆիլտրերի տակ նստած տիղմի շերտի հաստությունը։ Պետք է ստանդարտներով առաջնորդվենք, ստանդարտը այն է, որ այդ բոլոր process-ները պետք է ներառված լինեն սակագնի մեջ, որպեսզի մենք կարողանանք երկարաժամկետ ապահովել այդ ամեն ինչը, բայց ես վստահ չեմ, որ սա վերաբերվում է հենց ձեր նշած դեպքին, որովհետև դրա հետ կապված շատ մանրամասներ չգիտեմ, գիտեմ այնքան, ինչքան որ եւ գիտեմ, որ ընթացքի մեջ է հարցի պարզաբանումը եւ պետք է պարզաբանվի, թե ինչն է եղել ի վերջո նման իրավիճակի պատճառը։ Ինչ վերաբերվում է առաջին հարցին, այդ հարցի հետ կապված որոշում չունեմ եւ նաեւ այն պատճառով, որ նաեւ Թուրքիայի հետ հաղորդակցության ձևաչափով մենք պետք է որոշենք, թե ինչպես ենք շարունակում աշխատանքը, ինչ տրամաբանությամբ, ինչ ձևաչափով, որպեսզի կայացնենք համապատասխան որոշումներ, այդ թեմայով քննարկումներ հիմա ընթանում են։ Շնորհակալություն, Ալեքսանդր։ Պարոն Փաշինյան, ես ուզում եմ անդրադառնանք հայ-ռուսական հարաբերությունների, մասնավորապես երեք ձեր գնահատականներին եւ տեսեք, դուք մշտապես այսպես թիրախում եք պահում տնտեսական խնդիրները, բայց չեք կարծում, որ սա քաղաքական հարց է եւ դուք ամենևին չեք անդրադառնում քաղաքական բաղադրիչին Ռուսաստանի կողմից Հայաստանին պարտադրվող քաղաքական կողմնորոշման հարցը, որովհետև դա որքան տնտեսական է, կրկնակի անգամ քաղաքական պահանջ են մեր առջև դնում։ Ինչու է այս պահին Ռուսաստանը կարևորում, որ Հայաստանը հստակ կողմնորոշվի քաղաքական առումով։ Դուք արդյոք առիթ տվել եք, որ Ռուսաստանում կասկածում են, որ քաղաքական առումով Հայաստանը լավ գործընկեր չի, օրինակ։ Քաղաքական բաղադրիչին անդրադարձեք, ինչու է մեր դեմ այդ պահանջը դրվում, դուք ասում եք այլ շուկաներն են պատճառը, բայց իրականում մենք տեսնում ենք, որ այնտեղից քաղաքական է ավելի շատ պահանջը Հայաստանի առջև դրվում։ Եվ երկրորդը էլի հարցից ազանցյալ, դուք երբ որ հեռախոսազրույց եք ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, խոսել խնդրել եք ձեր հաղորդագրությունը այդպես է, խնդրել եք վերացնել սահմանափակումները, միջոցներ ձեռնարկել, բայց մինչ այդ կառավարությունը բոլոր օղակներով վստահեցնում էր, որ եվրոպական շուկան Հայաստանի համար բաց է, մենք խնդիր չունենք, մեր ապրանքները այնտեղ կգնան։ Այդ դեպքում այլ խնդրելու իմաստը ո՞րն էր։
Շնորհակալ եմ, նախ էլի ուզում եմ ընդգծել, որ ես Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների պատասխանատուն եմ, ես հայ-ռուսական հարաբերությունների պատասխանատուն չեմ, որտեղ հայ-ռուսական հարաբերությունները ուրիշ բան են, մենք տեսնում ենք, որ հայ-ռուսական հարաբերությունները տեղ-տեղ, այսինքն ուրիշ բովանդակություն ունեն, այս ուղղակի որպես գիտություն։ Ինչ վերաբերում է քաղաքական բաղադրիչին, դուք երեք կուսակցության գրասենյակի մոտ բրիֆինգին ներկա եք, ես ինքս այդ քաղաքական բաղադրիչին անդրադարձա, առանց նույնիսկ դուք հարց չեք տալիս դրա մասին։ Ես ճիշտ է դրա վերնագիրը անոնց չարի, հիմա ես կխոսեմ քաղաքական բաղադրիչի մասին։ Բայց շատ հստակ ասել եմ, ձեր հարցի պատասխանը երեք մանրամասն, չգիտեմ, ձեր հարցինի պատասխան թե լրագրողներից որևէ ուրիշ լրագրողի, ես ասել եմ, որ խնդրեմը հետևյալի մեջ է։ Հայաստանը որոշել է ունենալ այլընտրանքներ։ Մինչև այս Հայաստանը չի ունեցել այլընտրանքներ, չի ունեցել։ Տնտեսական առումով։ Ոչ, այդ թվում քաղաքական առումով։ Ինչի տնտեսական առումով, այդ թվում քաղաքական առումով։ Ինչա տեղի ունեցել, ինչն է խնդրեմը։ Խնդրեմը հետևյալի մեջ է։ Հայաստանը ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ է ստորագրել Չինաստանի հետ։ Հայաստանը ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ է ստորագրել Միացյալ Նահանգների հետ, Հայաստանը ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ է ստորագրել Մեծ Բրիտանիայի հետ, Հոլանդիայի հետ, Ֆրանսիայի հետ եւ այլն եւ բազմաթիվ այլ պետությունների հետ։ Իսկ նախկինում Հայաստանը ռազմավարական հարաբերություններ չուներ կամ չէր կարող ունենալ այսքան գործընկերների հետ։ Խնդրեմը այդտեղ է։ Ես չեմ կարող Ռուսաստանի զգացմունքների մասին ասել, ես կարող եմ ասել, որ Ռուսաստանը խնդիր է տեսնում այդտեղ, եւ այդտեղ էլի էքսկլյուզիվության բաղադրիչ կա, կամ մեծ խնդիրը հետեւյալն է, կամ էքսկլյուզիվ են հարաբերությունները, կամ հարաբերություններ չպետք է լինեն։ Մենք չենք ընդունում այդ մոտեցումը։ Մենք ասում ենք հարաբերությունները էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն։ Եվ սա լեգիտիմ դիրքորոշում է, սրա մասին է խոսքը։ Ինչ վերաբերվում է կողմնորոշվելուն, ես ասում եմ մենք մեր պատմության փորձը ցույց է տվել, տեսեք դուք ասում եք լավ գործընկեր, թե լավ գործընկեր չի Հայաստանը։ Հայաստան 2022 թվին ինչով լավ գործընկեր չէր, որ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը իր ֆունկցիաները չկատարեց։ Ինչով լավը չէր Հայաստանի Հանրապետությունը։ Ինչ էր արել Հայաստանի Հանրապետությունը։ Ում էր վատություն արել Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետությունը ինչով էր վատը, ինչ վատ բան էր արել Հայաստանի Հանրապետությունը, որ այդ ամեն ինչը տեղի չունեցավ։ Ինչով էր Հայաստանի Հանրապետությունը վատը, որ Ղարաբաղում ռուս խաղապահները իրենց գործառույթները չկատարեցին։ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի մեջ է խնդիրը, բայց դրանից առաջ դեպքեր են եղել։ Ինչով էր վատը Հայաստանի Հանրապետությունը։ Այսինքն ես նորմալ է, որ դուք այդ հարցը տալիս եք, ես հարգանքով եմ վերաբերվում դրան, բայց էլի եմ ասում, իսկ ինչի անընդհատ մեր կանխավարկածը այն, որ մենք ենք պարտադիր ինչ որ վատ գործընկեր։ Կամ Հայաստանի Հանրապետությունը ում էր ինչ արել, որ Բելարուսի նախագահը հայտարարի, որ գիտեք ինչ, դե Հայաստանը ում է պետք։ Ինչն էր վատ արել Հայաստանի վատություններ արել ինչ որ մեկին։ Բելարուսին վատություններ արել Հայաստանի Հանրապետությունը։ Ոնց կարելի է երկրի, ինքնիշխան երկրի մասին այդպես խոսալ։ Հիմա մենք ցույց ենք տալիս, թե ում է պետք Հայաստանի Հանրապետությունը։ Հարգարժան գործընկերը Բելարուսի նախագահը փնտրում եւ չէր գտնում այդ հարցի պատասխանը։ Հիմա մենք ցույց ենք դնում այդ հարցի պատասխանը։ Հայաստանի Հանրապետությունը պետք է Չինաստանին, Միացյալ Նահանգներին, Եվրամիությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ այդ բոլոր գործընկերներն էլ Հայաստանի Հանրապետությանն են պետք։ Մեծ հարգանքով Վրաստանը Հայաստանի Հանրապետությանը շատ պետք է, Հայաստանի Հանրապետությունն է Վրաստանին է պետք, Ֆրանսիային, Գերմանիային, Լեհաստանին, Մեծ Բրիտանիային։ Այս է ամբողջ պատմությունը։ Շուկաներն են շուկաներ։ Որովհետև խնդրել եմ այս տրամաբանությամբ, որ ես չեմ ընդունում, որ կամ հարաբերությունները էքսկլյուզիվ են, կամ էլ չկա հարաբերություն։ Ես խնդրում եմ, եւ որ մեր դիրքավորմանը
մոտենան ըմբռնումով եւ հարգանքով, մանավանդ որ գործնականում դրա լեգիտիմությունը կասկածի տակ չի առնվում։ Ասում է, որ այո, դուք իրավունք ունեք ունենալ այլ ընտրանքներ, բայց այսօր որոշեք, թե որ այլ ընտրանքն եք ընտրում։ Ես ասում եմ, այն այլ ընտրանքը դեռ ձևավորված չի, սկսվել այլ ընտրանքը ձևավորելու process-ը, կձևավորվի այլ ընտրանք, հիմա ազնիվ չի լինի, որ մենք մեր ժողովրդի առաջ հարց դնենք, դուք չձևավորված այլ ընտրանքը ուզում եք թե չեք ուզում, որովհետև մեր ժողովուրդը լիքը հարցեր կտա, որոնց պատասխանները մենք այսօր չունենք։ Կգնանք, կաշխատենք այդ հարցերի պատասխանները կձևակերպենք, կվերադառնանք եւ մեր ժողովրդին կհարցնենք։ Ես էլի եմ ասում, ես հարգանքով եմ վերաբերվում, որ Եվրասիական տնտեսական միության 4 երկրների ղեկավարներ մայիսի 29-ին ընդունել են հայտարարություն աջակցելով Եվրամիությանը անդամագրվելու հարցով հարակվե անելու գաղափարը Հայաստանի Հանրապետությունում։ Բայց առարկան դեռևս գոյություն չունի։ Ես շատ հստակ ասել եմ իմ դիրքորոշումը եւ վերահաստատում եմ, որ նման հարցով հանրակրվե անելու համար Հայաստանը պետքա գոնե դիմաց լինի, ել չեմ ասում առավել տրամաբանականը, որ Հայաստանը գոնե անդամության տեխնացուի կարգավիճակ ունենա։ Կամ արդեն այդ հարցը լինի օրակարգում, այդ ժամանակ շատ տրամաբանական կլինի իրականացնել հանրակրվե այդ հարցով եւ անհրաժեշտ կլինի։ Սրա մասին է խոսքը։ Շնորհակալություն, հաջորդ հարցը Սիրիկ։ Պարոն վարչապետ Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ իշխանություններին հեռացնելու իրենց գաղտնի պլանի մի մասն է կազմում, նաև թիմերում իշխանություն վերցնելը, դրան զուգահեռ ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները համայնքներում իբրև թե բարեգործություն են անում, գյուղտեխնիկային նվիրում համայնքներին, լոռու մարզում անվճար տրանսպորտ են մցրել, նաև 5-րդ երեխան ունեցող ընտանիքին բնակարան են խոստացել։ Արդյոք սրանք ընտրակաշառքի դեպքեր չեն ընտրություններից առաջ եւ օրենքով կարգավորման ինչ հնարավորություններ կան։ Մեր պետության պատմությունը ցույց է տվել, որ օլիգարխիական բարեգործությունը ոչ մի լավ բանի չի բերում եւ դրան պետքա նաեւ լինի համապատասխան արձագանք, որովհետեւ եթե կա բարեգործության հարցը, թող բարեգործները չթալանեին ճակերտավոր ժողովրդից, էլի եմ ասում, հոսանքի եւ բանի անազնիվ մրցույթների միջոցով միլիարդներ են տարել ժողովրդից, հիմա եկել են ասում են բարեգործություն։ Մենք չէ։ Իրանք նշանակում է բավարար չափով հարկված չեն եւ բավարար չափով թալանված միջոցներ դեռ ունեն, որ դա կարողանում են անել։ Պետք է իրանք բերել են վիճակի, որ իրանք դա չկարողանան անել եւ մենք դա անելու ենք։ Ընդ որում թալանվածի տրամաբանություն եւ թալանի տրամաբանությունը շատ հստակ երևում է։ Էլի եմ ասում են բանակին էս են կարել։ Զորամասերի վրա ավել հոսանքի փող են գրել, հիմա ասում են բանակի համար էս են կարել։ Բանակից հոսանք չգողանայիք։ Չգողանայիք բանակի հոսանքը։ Ասում են երեխեքին բան ենք անում, պայուսակ ենք անցած տարի, չէ՞, սեպտեմբեր։ Դպրոցների վրա ավել հոսանքի փող են գրում, ասում են այդ ավել հոսանքի փողից իրանց գեներացիաց շահույթի 5%-ից բանի դուրս գրած պայուսակներ են առնում, ասում են երեխեքին բարեգործություն են անում։ Այսինքն դա ել չեմ ասում բանը, ես ցնցված եմ։ Հետևյալ, որովհետև լուրերով նայում եմ Արարատ ցեմենտի շուրջ տեղի ունեցող գործընթացները, լուրերով նայում եմ վերևից կադրեր են ցույց տալիս Արարատ ցեմենտ գործարանի։ Դուք տեսել եք այդ կադրերը։ Այդ 21-րդ դարի գործարան, հա։ Դա ավարա ընդամենը թալանի օբյեկտ է։ Դուք տեսել եք այդ կադրերը։ Միլիարդներ են աշխատել, միլիարդներ են տարել։ Ես եմ 2 տարի առաջ, որովհետև ես բանից, դրոնից կադրերը չունեի, այդ գործարանի մոտով անցել եմ, պարոն Ծառուկյանի մի առիթով ասել եմ, ամոթ է, գոնե այդ բանը, այդ մուտքը այդ ինչ վիճակում է։ Ոնց որ գոմը լինի։ Միլիարդների շրջանառությունը գոնե կարակ այդ մուտքի հատվածը բան անեք 2 կոպեկ փող դնեք մի քիչ կարգի բերեք մուտքի հատվածը նայեք նայեք վերևից կերև այդ գործարանի սեփականատերն է այդ օգտագործողը թե սեփականատեր չի հիմա փառք Աստծո անցել է պետության կառավարմանը եւ ես համոզված եմ որ ինչպես հեծի դեպքում դեռ շատ նորություններ կիմանանք բանից ինչքան հետցում բացահայտումները շատանում են այնքան կալուգացի օլիգարխի
ցանկությունը նոր բարեգործություններ անելու ավելի մեծանում է։ Հասկանալիորեն ցույց տալու համար, որ այդ թալանածը մենակ իր համար չի, կիսվում է ինքը ժողովրդի հետ։ Ժողովրդի հետ կիսվելու մենակ մի ձև կա, դա պետական եւ համայնքային միջոցներն են, որովհետեւ դա է ժողովրդի գրպանը։ Ուրիշ մնացած տեղերում ուրեմն դա թակարդ է ժողովրդի համար, ինչպես տեսել ենք նախորդող շրջանում։ Շնորհակալություն, հաջորդ հարցը ազատություն։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, դուք անցած ամիս հայտարարել եք, որ մասնակցելու եք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, օգոստոսի 6-ից 7-ն է կարծեմ, ձեր որոշումը ուժի մեջ է, եթե այո, ինչ օրակարգով հաշվի առնելով, որ այդ հեռախոսազրույցից հետո դուք ասացիք, որ այսինքն հաղորդագրությունը այն մասին էր, որ եղած խնդիրների ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխարեն ռուսական կողմը շարունակում է պնդել իր դիրքորոշումը այդ հանրաքվեի մասով, այս պայմաններում որն է լինելու հայկական կողմի օրակարգը այդ մասնակցության ժամանակ եւ նաեւ ասացիք, որ երկար զրուցել եք, ես ուզում եի նաեւ հարցնել երկաթուղու հետ կապված, արդյոք քննարկում որևէ եղել է, թե այդ թեմային չեք անդրադարձել։ Երկաթուղու հետ կապված քննարկում չի եղել, բայց երկաթուղու հետ կապված մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը։ Դա մեր սեփականությունն է եւ Հայաստանի Հանրապետությունը պետք է հնարավորություն ունենա այդ երկաթուղին օգտագործել այնպես, ինչպես ինքը նպատակահարմար է գտնում։ Ես ուզում եմ շատ հստակ լինել այս հարցով, այլ ընտրանք չկա սրան։ Բավարար չափով, բայց ոչ անվերջ։ Այդ հարցը պետք է լուծվի։ Ես ուզում եմ շատ հստակ լինի։ Եվ ելի եմ ասում, հիմա շատ քննարկում են, փորձում են ինչ-որ բաներ, հիմնական Հայաստանի ընդդիմությունը միջայլոց բան արեք, կալուգացի օլիգարխի միջոցով, այս կթանկանա։ Հայաստանում էլ բաներ կա, որ անվճարը կարող է պարզվի, որ թանգանում է։ Կարող է բաներ կա, որ Հայաստանում գոյություն ունի 30 տարի անվճար, կարող է պարզվի, որ Հայաստանը կսկսի դրա համար տարեկան $2 միլիարդ ուզել։ Ասել կամ տարեկան 2 միլիարդ վարձավճար ունեցեք, կամ էլ մենք երկաթուղու մասին ակնարկի բան չկա, ես պարզ ասում եմ, որ Հայաստանի Հանրապետության սեփականությունն է դա եւ ուրիշ տարբերակ չկա։ Մենք ուզում ենք բարեկամական ձևով այդ խնդիրը լուծենք։ Բարեկամական ձևով։ Բայց նաեւ մենք այդ խնդիրը բոլոր դեպքերում պիտի լուծենք բարեկամական ձևով, բայց նաեւ էլի դե յուրե կարող է հարց ծագի, որ մենք դե յուրե որոշումներ կայացնենք։ Եթե անհամաձայնություն կա, հետո կգնանք արբիտրաժում բան կանենք, կքննարկենք։ Ինչ արած արբիտրաժի մասին հիշում եք այստեղ ինչ խոսակցություններ տեղի ունենում, որ արբիտրաժը բանը հեցի նախկին սեփականատերերը, բաները կալուգացին արբիտրաժում հաղթել է։ Երբ որ այս շենքում պարզվեց իրանք մարդուն էին, այդ մարդուն երբ որ շենքից դուրս հրավիրեցինք, արբիտրաժում ասում եք կոռուպցիա, բայց կոռուպցիա չի, իմիջիայլոց որևէ մեկը հետաքննել է այդ մարդու գործունեությունը, որ գրություն էր գրել, ստեղ բան կար, չէ, պարտականությունները կատարող, գրություն էր գրել, իր գրության հիման վրա աղմուկ էր, որևէ ես իրավապահ մարմիններին եմ դիմում, որևէ մեկը քննել է, հետո գնաց մի ամսից հայտնվեց եռագլուխ կուսակցության պոչում։ Որևէ մեկը քննել է, սա կոռուպցիա է, թե կոռուպցիա, այդ ինչ կապեր են գործը։ Ես հիմա նաև հրապարակային առիթից օգտվելով հաղորդում եմ տալիս հանցագործության մասին հնարավոր, չգիտեմ։ Որևէ մեկի անմեղության կանխավարկածը չեմ ուզում խախտեմ, բայց ես կարծում եմ, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ իրավապահ մարմիններն էլ պետք է քննարկեն։ Ոնց կարա պարզի, որ շենքում մասնավոր ընկերության շահերը սպասարկող մարդ ա եղել, հետո գնացել է։ Պետք է ստուգվեն հաշիվները, պետք է ստուգվի ունեցվածքը։ Տենակ այդ մարդը ինչ էր անում, ստեղից բաներ լրատվական ու քաղաքական դաշտի ինֆորմացիաներ էր տալիս եւ անտրամաբանական գրություններ, հատ էլ լրագրողները terror-ի մեջ, վայ, կառավարությունը արբիտրաժում պարտվելու է։ Բա ինչի՞ չեք լուսաբանում, որ ջախջախվել են արբիտրաժում։ Որովհետեւ բաները տրոյական ձին հանել ենք շենքից դուրս։ Հիմա իրավապահներին կոչ եմ անում, հաղորդում եմ տալիս, թող տրոյական ձիու գործունեությունը քննեն, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը
քննել է կոռուպցիա, ես նաև պատասխան եմ պահանջում ինստիտուտներից, քննել են այդ դեպքը, թե չեն քննել։ Շնորհակալություն, հաջորդ հարցն է, թե չես որ շահեր է սպասարկել, ոնց է բարձր։ Կառավարության դիրքորոշմանը հակասող գրություններ է գրել այդ մարդը։ Վարչապետի հանձնարարականին հակասող գրություններ է գրել այդ մարդը։ Դու պետք է արձակ իրավական գնահատականի, հետո գնացել է հայտնվել Եռագլուխ կուսակցության պոչի ցուցակի մեջ։ Այս պատահական է։ Այդ տենց պատահական, հա տենց ստացվեց։ Հետո պարզվեց Եռագլուխ կուսակցության պոչը ինչ որ տեղերից ֆինանսավորում է ստանում։ Այդ պատահականությունը ոչ մեկ չի հետաքննի դա։ Նույնիսկ պետական մարմինները եւ հետաքրքիր է իրոք ես պատասխան եմ ակնկալում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը այս կոնկրետ դեպքով զբաղվել է թե չէ։ Մեր իրավապահները այս կոռուպցիայի մասին է կառավարությունից, դրանից ավելի լավ կոռուպցիա է ուզում։ Ինչի մենք այդ մարդուն որ ստեղ գործ ենք տվել հաշիվ ենք վերցրել, փող ենք ուզել, կաշառք ենք ուզել, ծանոթով ընդունվել գործի։ Մյուսը ո՞րն էր։ ԵԱՏՄ-ի օրակարգը ձևավորվում է ինստիտուցիոնալ ճանապարհով, ինստիտուտներով, բայց դա հարթակ է, որտեղ բնականաբար ես մեր օրակարգին առնչվող բոլոր հարցերը բարձրացնելու եմ։ Եվ ինչ որ ձեզ ասել եմ բրիֆինգում, ասելու եմ նաև այնտեղ։ Իսկ ինչ եմ ասել ձեզ բրիֆինգում։ Ասել եմ, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է, չի գործում ԵԱՏՄ-ն։ Եթե ԵԱՏՄ-ի պայմանագիրը չի գործում, չի գործում ԵԱՏՄ-ն։ Եվ ԵԱՏՄ-ն դե ֆակտո կաթվածահար վիճակում է եւ կաթվածահարությունը խորանալու միտումներ է ցուցաբերում։ Եւ եթե այս հարցը արագ չլուծվի, ես 100% վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը այս խնդիրը հաղթահարելու է։ ԵԱՏՄ-ն չի հաղթահարելու։ Շնորհակալություն, հաջորդ հարցը Գոնե վերջի նոտաներով մի բան արեք էլի։ Ինչ ա վերջին բանա։ Չէ, դե գնում է, չէ, հրաժեշտի նոտայով ելույթ ունենամ։ Լիպարիտ Դրմեյանը քաշվեց, ամփոփենք։ Քանի սեկտը չեն փակել։ Ինչև է։ Շա լավ գաղափար է միջավայրից։ Չենք մտածել դրանից։ Մենք ենք փորը տալիս էլի բոլորին հերթով։ Քանի որ ընդդիմությունը, մասնավորապես Հայաստան դաշինքը, օրինակ, Աղվան Վարդանյանի շատ սկզբունքային քայլերի շնորհիվ փաստացի կարելի ասել զրկվեց այն բարոյական իրավունքից, որ կարող է ձեզ մեղադրել անսկզբունքայնության, խոստումները չկատարելու, նախկինում մի բան ասելու, հետո ուրիշ բան անելու մեջ, այդ սուրբ գործերի մնաց մեր վրա։ Հիմա ես հիշեցնեմ երկու դրվագ։ Հենց հիմա կառավարության դիմաց վարորդական իրավունքի զրկվածները հիշեցնում են, որ դուք ընտրություններից առաջ իրենց խոստանում եք վերականգնել իրենց վարորդական իրավունքները, հավանաբար այդ խոստման շնորհիվ էլ գնացել երևի շատերը ձեզ ձայն են տվել ու չեք կատարել ձեր խոստումը։ Երկրորդ վերջին 1 տարվա կատարվածքով օրինակ եթե ասենք վիճակագրություն չեմ անել, բայց բազմաթիվ դեպքեր ենք լսել բանակում, խաղաղ պայմաններում, խաղաղության հաստատված պայմաններում զոհերի սպանությունների մասով։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ երբ որ դուք լրագրող եք, մի այսպիսի հոդված եք գրել, ինչը շատ շոշափեց, քննադատվեց, դուք այսպես սեմացնում եք Վազգեն Սարգսյանի ղեկավարած բանակի դերը ու գրել եք, որ բանակը նվեր մատուցեց զինվորների մայրերին, զինվորների դիերը, իրենց զավակների դիերը նախատնական նվեր էին մայրերին։ Ես չգիտեմ դուք հիմա նորից այդպեսի բան ձեզ թույլ տայ գրել թե ոչ, բայց հիմա կարող ենք նույնը ասել, որ ձեր եւ Սուրեն Պապիկյանի ղեկավարած բանակը պարբերաբար նվեր է մատուցում զինվորների մայրերին, ցավալիորեն այդ զինվորների դիերի տեսքով։ Ընդ որում այդ զինվորների հարազատների շատերը ձեզ են ձայն տվել, կան այդպեսիք, որոնք ձեզ են ձայն տվել եւ այդ հույսով, որ խաղաղությունը հաստատվել, իրենց զավակներին ուղարկել են ձեր ղեկավարած բանակ։ Մի բան էլ տնտեսության մասով էլի այստեղ բողոքի ակցիան անում, չգիտեմ, Արարատսեմենտներ, Ծառուկյանի մյուս բիզնեսների աշխատակիցները։ Դուք ասում եք պետականացրինք, բայց հանրային ընկալման մեջ ասում է, որ դուք խլեցիք Սամվել Կարապետյանից հեծը, Գագիկ Ծառուկյանից խլեցիք Արարատսեմենտը, Մուլտիվելնեսը, որտեղ Տիգրան Ավինյանների դեպ պարապում եւ Ահագն Ալեքսանյանը, էլի այլ բիզնեսներ եւ փակեցիք փաստացի 10,000-ից ավել աշխատատեղ։ Հիմա դուք
պետության, ժողովրդի ու տնտեսության դեմ եք գործում, թե իրենց օգտին եք գործում։ 10,000-ից ավել մարդ այս պահին մի վարքան էլի Տիկին Բաղդասարյան, 10,000-ից ավել չի թողնում խոսանք։ Դեմոկրատիան Սատիկին Բաղդասարյանը կգնա եւ այստեղ կհաստատենք, հուսանք չենք ասի, միջև չգա հետինը չհիշվի առաջինը։ 10,000-ից ավել մարդ այս պահին փաստացի անգործ է։ Մարդիկ ասում են, որ լավ դուք Ծառուկյանից եւ նրա հարուստներից վրեժ լուծեցիք, Ծառուկյանին նստեցրիք, կառույցի գլուխը կերակ, մեզանից ինչ եք ուզում։ Մենք, ընդ որում էլի շատերը առնջ մոլի շատ աշխատակիցներ ձեր համար ճամփա են փակել, այսքանից հետո էլի ձեզ ձայն են տվել, վերջին ընտրություններին։ Այդ մարդիկ ինչ մեղք ունեն, որ այդ մարդկանց թողել եք դուրսը։ Ինչ են ուզում անեն։ Ծառուկյանի այդ հարցերը ձեր անձնական վրեժը հասկացան։ Մարդիկ այդպես են անցալում, որովհետեւ իրավական գործընթաց դրա տակ չեն տեսնում։ Զինվորների մայրերի մասով այո կարող ենք այդպես ասել, որովհետև փաստը դա է, եւ դա շատ ցավալի փաստ է։ Ցավալի, այո, դա ցավալի իրողություն է, որ մենք ամեն անգամ նման դեպքի հետ պարզա, որ շատ ծանր ապրումներ ենք ունենում, բայց փաստը դա է, բայց ես ուզում եմ ձեզ բազմաթիվ այլ օրինակներ բերեմ, ոչ թե արդարացնելու համար, այլ երեք էլ ասացի, մենք խնդիրները պետք է հասկանանք խորությամբ։ Մենք դեպքեր ունենք, երբ որ մարդիկ ժամանակին պատերազմից խուսափել են, պատերազմից խուսափելու համար բանակ չեն գնացել այլ ճանապարհներով, տարբեր մեթոդներով, հետո իրենց բակում սպանվել են։ Մի քրեական բանի ժամանակ, քրեական միջադեպի ժամանակ։ Այսինքն խնդիրները խորքային են, խնդիրն է նա, որ մենք պետք է հասկանանք, այսօր քննարկում ենք օրինակ կառավարության նիստում, կարա կապը ձեզ այդքան տրամաբանական չթվա, բայց ընդհանրապես քրեական ենթամշակույթի դեմ պայքարը, ընդհանրապես գիտեք, մեր բանակում ինչ են զինվորները ինքնասպանություն գործում։ Երեք հիմնական պատճառ կա։ Պատճառներից մեկը խաղադրույթներ կատարել, պարտքերի տակ ընկնել եւ պարտքը չկարողանալ փակել։ Մենք դե յուրե միջոցներ ենք ձեռնարկել, որ նաև արգելվի ծառայության մեջ գտնվողներին, բայց այդ համակարգը դեր ներդրման մեջ է, բայց ես ձեզ ասեմ նաև, որ այս սրա մասին ես գիտեմ Կոշի գաղութում գտնված լինելու ժամանակաշրջանից պարտադիր չի, որ դու քո հեռախոսով բան անես, խաղադրույք կատարես, կան բաներ, ստվերային դիլերներ, որոնք հեռախոսով խոսքի վրա խաղադրույքներ կատարում են, հետո բան են անում։ Այսինքն նույնիսկ եթե հեռախոս չլինի, խաղադրույքը հետո եթե հաղթել ես, քո հաղթածը տալիս են, բայց եթե պարտվել ես, հազար ներողություն այդ բառի համար, ստանում են բոլոր հնարավոր միջոցներով։ Ինքնասպանության պատճառներից մեկը սա է։ Երկրորդը ընտանեկան կամ անձնական խնդիրները, որ քաղաքացիական կյանքում իրանց ինչ հարաբերություններում խնդիրներ են առաջանում եւ դրանք, այսինքն ես ասում եմ, ինչ որ ուսումնասիրությունները, զեկույցները ծանոթալով։ Երրորդը կապված է մի շատ կոնկրետ իրավիճակի հետ։ Մարտական բանում, դիրքում հերթապահության, քո ժամապահության ընթացքում քնելը մարտական հերթապահության ժամանակ մարտական դիրքում քնողների նկատմամբ ես այս վերջերս մի ռեպը երգ կա երկի հայաստանյան ռեպերի երգի մեջ sense նախադասություն կա, որ ես ասում եմ ինքը խոսում է իր մասին, ասում եմ այս դիրքում քնող չեմ եղել։ Որ կողքից լսող կասի դիրքում քնող, այս ի՞նչ նախադասություն է, դիրքում քնող չեմ եղել։ Քրեական հիմա դիրքը հետեւյալն է, որ ասում եմ դու դիրքը պահում ես, մյուսները հանգստանում են քնում են։ Եթե դիրքապահը քնելա, շակմա վտանգի տակ է դրել մյուսների կյանքը եւ ով որ արձանագրվում է, որ դիրքի ժամանակ քնելա, իր նկատմամբ զինվորները դա քրեական ենթամշակույթ է, թե այս դեպքում անվտանգային ինչ որ գեր ճնշում է, արհամարանքի եւ մեկուսացման են ենթարկում եւ դիրքից իջնելուց հետո տեղի է ունենում որոշակի բան, մեկուսացում, կղզիացում եւ այլն, հոգեբանական ճնշում եւ այլն եւ այսպես շարունակ։ Այս երեքն են բանակում ինքնասպանությունների հիմնական պատճառը։
Եվ ուզում եմ ասել, որ անձնական, այդ որ ասում են քրեական ենթամշտաշփույթ, տեսեք, շատ դեպքերում մենք վերնագիրը դնում ենք, տենց ասում ենք քրեական, չենք խորանում, դա ինչ նշանակում գործնականում հասկանում եք։ Բանակում 85-90% ինքնասպանությունների դեպքերը կապված են այս 3 իրավիճակների հետ։ Ես ունեմ այդ մեղքը, բանակի ղեկավարության վրա պետք չգցել։ Ես ունեմ այդ մեղքը, որ մինչև հիմա այս խնդրի լուծումը չենք գտել մենք։ Եվ էսա պատճառը, որ մենք մեր ծրագրերում քրեական ենթամշակույթի մասին ենք գրում ենք աշակերտների ֆիզիկական եւ դպրոցներից սկսած ֆիզիկական եւ հոգեբանական պատրաստության անհրաժեշտության մասին, աշխարհայացքի ընդլայնման մասին։ Ի վերջո զինվորը պետքա նաեւ բանը լինի, չէ, հոգեբանորեն ամուր լինի, որ նաեւ կարողանա չքնել, կարողանա հարաբերություն այնպես լինի, եթե զգա, որ չի կարում չքնի, գնա արթնացնի մեկին, ասի լսի, արի կես ժամով չեմ կարում, աչքս կպնում է։ Դա արդեն քրեական որ փոխօգնության է տրամաբանությունը, ոչ թե մեկուսացման։ Ես նկատի ունեմ վերնագրերը մեծ շատ դեպքերում եւ այդ առումով շնորհակալ եմ հարցի համար, որ հնարավորություն տվեցիք այս մանրամասները բացել, որտեղ համոզված եմ լրագրողների մի մասը գիտեն էս, բայց հանրության մեծամասնությունը չգիտի։ Պարոն Մակարյան, ձեր հարցը հնչեցրել եք, գործընկերները սպասում են։ Վարորդական իրավունքների մասով process-ը գնում է, այդտեղ մենակ մի խնդիր կա։ Նրանք, ովքեր վարորդական իրավունքից զրկվել են դատական ակտով, դատարանի օրինական ուժի դատարանի ակտ մտել ուժի մեջ, այդտեղ կառավարությունը չի կարող դատական ակտը վերազանցել։ Մնացածը ստանում են, ես արձագանքներ եմ ստանում, մարդիկ իրենց վարորդականները ստացել են, ովքեր չեն ստացել, ինչ որ սպეციფიկ դեպք կա, բայց իմ կռահմամբ մեծ մասը կապված է նրա հետ, որ իրանք ոչ թե բալերի նվազմամբ են ստացել, այլ բանի, այլ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով, եւ այդ մարդիկ էլ այն ժամանակ, երբ որ մենք խոսում էինք, ասում են այո, որոշ կատեգորիաների մենք հասկանում ենք, որ չի լինի, հələ ուրիշ մենք ես իմ խոստումը ամբողջությամբ կատարված է եւ հիմա ընթացքի մեջ է։ Մի ամիս առաջ ենք, բայց դա չի նշանակում, որ բոլորը պետքա հետ ստանային, բացի նրանցից եւ հա, ժամկետի խնդիրը կա, դա 2020-ից կարծեմ հետոյի մասին է։ Մենք 2013 թվին չենք անդրադառնում, մեկը զրկված է եղել 2013 կամ 14 կամ 17 թվին եւ չենք կարող ուղղակի դե յուրե դատարանի եւ դա մենք կառավարության որոշումներ ընդունելիս այդ մասին ասել ենք, ամեն ինչ պարզ է, ազնիվ ինչ որ խոստացել ենք արվում է։ Ոչ մի աշխատատեղ չի փակվել, հիմա նույն Արադ ցեմենտում ընդհատվել էր process-ը, հիմա շարունակվում է, հիմա նաև ժամանակավոր կառավարիչ կնշանակվի, բոլոր տեղերը, որտեղ անհրաժեշտություն կա որոշակի կասեցում, մի քանի օր ինչ որ մի ժամանակաշրջան կբացվեն, կաշխատեն։ Ես կներեք, ես այդքան մանրամասն չեմ տիրապետում նյութին, բայց ես կարող եմ վստահ ասել, որ մեր նպատակը աշխատատեղեր փակելը չի։ Ի վերջո, ես հիշում եմ նաև, կներեք, մարզահամերգային համալիրում ասուլիս էի անում, նույն ձևի լրագրողները հարց են տալիս, ասում եք, էս թալանը հետ կբերեք, այն թալանն։ Ես նախընտրական շրջանում խոստացել եմ, չէ՞ մարդկանց, որ այդ թալանը հետ է բերվելու։ Հիմա հետ է բերվում։ Որովհետև 8-9 տարի հետո ինստիտուտներ են ձևավորվել պետական, ինստիտուտներ են ձևավորվել եւ process-ներ են գնացել, իմիջայլոց, որ ասում են ընտրություններից հետո, այս բոլոր գործերը, որոնք քննվում են, դրանք ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված գործերը, վարույթները սկսվել են 2 տարի առաջ։ Եվ 2 տարի ոչ թե ձգձգվել է, ինքը համադրական դատարանի որոշում ա եղել այդ ընթացքում, իրավագիտական պրակտիկայի հաստատում ա եղել այդ ընթացքում, ոչ մի բան ոչ արագացվել է, ոչ էլ դանդաղացվել է կիրառման իմաստով։ Ես համաձայն եմ, ես ինքս էլ արտահայտվել եմ, որ ինստիտուտների ստեղծումը գուցե ավելի դանդաղ ա եղել, քան կարելի էր անել։ Շնորհակալություն, հաջորդ Շնորհակալություն, պարոն վարչապետ, շարունակելով երկաթուղու թեման, տեսեք կառավարությունը մրցույթ է հայտարարել մասնավորապես
Գյումրի Ախուրիկ Թուրքիայի սահմանի, հա, երկաթգծի վերակառուցման նախագծի համար, բայց տեսեք, այս հատվածը հատկապես նաև շարունակում է մնալ Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն կառավարման ներքո եւ հասկանալի չէ այս բaragայում, թե օրինակ կառավարությունը իրավական ինչ հիմքով է պետական միջոցներով այդ հատվածը վերականգնելու, օրինակ կամ վերակառուցելու աշխատանքներ իրականացնելու եւ բացի դրանից խնդրում եմ, քանի որ քիչ առաջ էլ գործընկերոջս հարցինի պատասխան դուք նշեցիք, որ կառավարությունը Հայաստանի սեփականությունը ուզում եմ հասկանալ, օրինակ, եթե մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը նաև նման սանկցիաներ է Հայաստանի նկատմամբ կիրառում, մենք փորձում ենք այսպես բանակցել, խոսել, հասկանալ, որ վերանայի Ռուսաստանը այս ամենը, օրինակ Հայաստանն էլ իր հերթին կարող է օգտվել իր գործիքակազմից եւ օրինակ նաև հենց ֆրանսիական արբիտրաժի միջոցով միակողմանի չեղարկի կոնցեսիոն պայմանագիրը եւ նոր մրցույթ հայտարարի, որտեղ դուք ավելի վաղ էլ հայտարարել եք, որ օրինակ կոնցեսիոն կառավարումը կարող է ստանձնել մի այնպիսի պետություն, որը լավ հարաբերություններ ունի եւ Ռուսաստանի հետ եւ Հայաստանի հետ։ Մենք ցանկացած գործիք, որը օրինական է, մենք կարող ենք կիրառել, բայց օրինական նաև մենք մեր նպատակը ոչ միայն օրինական, այլև բարեկամական համբերատար։ Մենք շարունակելու ենք խոսակցությունը։ Մենք չենք փակվելու, մենք շարունակելու ենք խոսակցությունը, իսկ ինչ իրավական հիմքով է երկաթուղին արվում, իրավական հիմքի ձևակերպումը իրավաբանների հարցն է։ Բայց դա մեր սեփականությունն է, մենք մեր սեփականությունը վերականգնում ենք, վերանորոգում ենք, ում պետք է արդարանանք դրա համար։ Այսինքն մեր սեփականությունն է, մենք մեր տունը նորոգում ենք։ Այսինքն մենք չէ, ես այդ հարցին արդեն պատասխան։ Դա արբիտրաժ դիմելու մենք հարկ չունենք, որովհետև մենք բոլոր գործիքները ունենք առանց արբիտրաժի այդ հարցը լուծելու։ Այսինքն ինչի պետքա դիմենք արբիտրաժ։ Ասենք օրինակ հեծի հարցով մենք արբիտրաժ դիմեցինք, չդիմեցինք, ինչի չդիմեցինք, որտեղ մենք ինչի դիմենք արբիտրաժ, եթե մենք գործիքը ունենք որոշում կայացնելու։ Հետո եթե որևէ մեկը համաձայն չի, ինքը պետքա դիմի արբիտրաժ։ Այսինքն մենք արբիտրաժ դիմելու ոչ մի անհրաժեշտություն չունենք։ Սրա մասին է խոսքը։ Ինչ վերաբերվում է սա առաջին հարցն էր, այս հարցի պատասխանը ավարտեցի։ Ինչ վերաբերվում է բանին, երկաթուղու վերականգնումը, մեր երկաթուղին է վերականգնում ենք, ինչ խնդիր կա։ Իրավական ներողություն եմ խնդրում, մի րոպե։ Կառավարությունը երբ որ որոշում է կայացրել, իր իրավական հիմքերը նախագծի տակ դրված են, որ նայեք այնտեղ իրավական հիմքերը գրած կան։ Ինչի՞։ Ինչ աուդիտ։ Որ կազմակերպություն։ Չգիտեմ, չեմ կարող ասել։ Չեմ կարող ասել։ Այս բան տեղեկություն չունեմ։ Աուդիտի արդյունքները սովորաբար հրապարակվում են։ Չի հրապարակվել, բան Եթե հրապարակվի, ուրեմն չգիտեմ, ով աուդիտ պատվիրը, չեմ կարող ասել։ Պարոն Փաշինյան, Այսինքն խոշոր կազմակերպությունները օրենքով պարտավոր են իրենք աուդիտ անել եւ հրապարակել աուդիտի արդյունքները։ Բայց աուդիտով էլ տենց մի ոգևորվեք, որովհետեւ աուդիտը միշտ չի, որ արտահայտում այն իրականությունը, որը կա։ Ինչը հեծի դեպքում օրինակ տեսա։ Պարոն Փաշինյան, օրերս տեղեկություն մտահոգիչ ստացվեց հայ գերիների առողջական վիճակի հետ կապված։ Նրանցից Լյուդվիգ Մկրտչյանի ընտանիքն է արդեն հազանգել, որ տևական ժամանակ կապ չունեն հետը եւ առողջական վիճակը վատ է։ Մյուսների մասով կան փաստեր, այնքանով ինչքանով կարողացել են մասնագետները հավաքագրել, որ նրանց կյանքին վտանգ է սպառնում, խոշտանգման կասկածներ կան։ Դուք ինչ տեղեկություններ ունեք, արդյոք ունեք տեղեկություններ, թե ոչ, ինչ աշխատանք է տարվում այս ուղղությամբ հայ գերիներին ազատ արձակելու։ Փաստացի ստացվում է, որ ռազմական, պատերազմական հանցագործ Ադրբեջանը, որը հայ ժողովրդի նկատմամբ է իրականացրել ցեղասպանական գործողություններ, այսօր շարունակում է իր այդ հանցավոր գործունեությունը եւ քրեական դատարանի առաջ միջազգային կանգնած չէ, սա արդյոք Հայաստանի իշխանության թերացումը չէ, որ այս իրավիճակն է, դուք կասեք, որ խաղաղություն է հաստատված, փաստ է խաղաղությունը, դրա համար չեք փորձում, այո, այս հարցն եմ, ուզում եմ այդ հարցին էլի անդրադառնալ, եթե կասեք, որ խաղաղություն է հաստատված, դրա համար չեք բարձրաձայնում այդ հարցերը, փորձում եք այդ ճանապարհով, ուզում ենք նաև հետաքրքիր է հասկանանք, թե ինչպես է հաստատված այդ խաղաղությունը, եթե երկու կնճռոտ հարցերը, որոնք հայ ժողովրդին մինչ այսօր հուզում են դեռ առնվազն այդ
այդ երկուսը լուծված չեն։ Առաջինը Հայաստանի օկուպացված տարածքները շարունակում են մնալ Ադրբեջանի ենթակայության տակ, երկրորդը հայ գերիները շարունակում են մնալ Բաքվի բանտերում։ Առաջի հարցի վերաբերյալ բազմիցս եմ անդրադարձել, այդ թվում նախընտրական շրջանում նորից չանդրադառնամ սահմանազատում երկու երկրների հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգ եւ այդպես շարունակ։ Երկրորդ հարցի վերաբերյալ մեր պետական ինստիտուտները ամենօրյա ռեժիմով աշխատում են, որպեսզի նախ տեղեկատվությունը ճշտեն, որտեղ հնարավոր է աջակցություն ցուցաբերել եւ ելի ուզում եմ պատասխանատու ձևով ասել, որ մշտական ռեժիմով աշխատանք է տարվում այդ խնդիրը լուծելու համար եւ մեր փորձը նախկին ցույց է տվել, որ աշխատանքը շատ թե քիչ արդյունավետ է այն պարագայում, երբ որ արվում է լուր կոնֆիդենցիալ եւ հիմա էլ այդ լուր կոնֆիդենցիալ աշխատանքը արվում է։ Շնորհակալություն, հաջորդ հարցը ֆակտոր։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, դրսում բողոքող վարորդները Արցախում վարորդական իրավունքները կորցրածներն են, որոնց վրա այս նոր օրենսդրական կարգավորումը չի տարածվում, այս մասով նրանք հետաքրքրվում են, թե ինչ լուծում է լինելու, արդյոք հնարավոր է այնպիսի կարգավորում, որ նրանց վրա էլ տարածվի, որտեղ ասում են մռոյում իրենց ասել են, որ դուք Արցախում եք կորցրել, չեք կարող ստեղ ստանալ վարորդական իրավունք, հետո Ծառուկյանի աշխատակիցները, բիզնեսների աշխատակիցները, որոնք իդեպ Արարատցեմենտից չեն, մյուս կազմակերպություններից են, հարցնում են ինչպես պետք է իրենք այս ընթացքում ապրեն, երբ որ իրենց աշխատավայրերը փակ է, իրենք ունեն վճարներ անելու, բնակարանի վարձ, կոմունալ, ընդհանրապես առօրյա կյանքը պետք է կազմակերպեն, պետությունը իրենց որևէ կերպ աջակցելու է, թե չէ խախտված իրավունքները ինչպես է վերականգնվելու, եւ պարոն վարչապետ, պարզվում է այս վերջին 5 միլիարդանոց պարգևավճարի փաթեթը կռիվ է գցել պետական ապարատում, որոշ մարմիններ չեն ստացել, մասնավորապես հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում օրինակ խոսակցություններ կան, ինչ են իրենք այդ չալաղաչ կտորից չեն օգտվել, ՏՄՊՊՀ համարձակության պաշտպանության հանձնաժողովը այս բաժանումները ինչպես են եղել, որ պետական որոշ կառույցներ դուրս են մնացել։ Ոչ թե դուրս են մնացել, են կառավարության համակարգի մարմիններ չեն, անկախ մարմիններ են եւ առաջիկայում օրենսդրական փոփոխություններ կլինեն, որ այդ համակարգը կտարածվի բոլորի վրա։ Եվ ինչ այլոց ուզում եմ էլի ասեմ, որ նախորդիվ էլ ասել եմ, հենց այդ համակարգն է, որ մենք հնարավորություն կունենանք, առաջիկայում դուք դա կտեսնեք, կառավարության ձևավորման գործընթացում բարձր որակավորում ունեցող ավելի շատ մասնագետների ներգրավել կառավարման համակարգ։ Ինչ վերաբերվում է ձեր նշած հիմնարկների աշխատողներին, ենթադրում եմ, որ իրենք ինչ որ գրություն փոխանցած կլինեն կառավարությանը եւ մենք այդ բովանդակությունը կուսումնասիրենք եւ կարձագանքենք։ Ես էլի արդեն ասացի, որ մեր նպատակը չի ինչ որ մեկին աշխատանքից զրկելը, մեր նպատակը շատ լավ, բայց հիմա ես կներեք մյուս հիմնարկների դեպքերը չգիտեմ, բայց ես Արարատցեմենտինը, քանի որ սկզբից շատ աղմուկ եղավ, որ այո, մի քանի օր կանգնեցին, հետո սկսեցին աշխատել։ Հիմա ենթադրում եմ մյուս տեղերում էլ այդ նույն խնդիրը կարող է լինել, կարող է դեպքեր լինել, որ այդպես չստացվի, որովհետև ասենք օրինակ ինչ որ մի բանի խաղատան լիցենզիայի զրկում է տեղի ունեցել կամ եւ այլն։ Նկատի ունեմ մեր նպատակը չի կնայենք եւ իհարկե մարդկանց քաղաքացիներին կտեսնենք ինչն է խնդիրը եւ որտեղ կարող ենք լուծել։ Հիմա վարորդական իրավունքների հետ կապված ձեզնից առաջ մի քիչ այլ հարց տվեցին, հիմա բարձվում է մի քիչ նոր թեմա է դա, որը պետքա լրացուցիչ ուսումնասիրենք։ Ճիշտն ասած, ես չգիտեմ, հիմա պատրաստ չեմ, որովհետև այդտեղ պետքա նայել մի հարց ուղղակի, կարող եմ այսպես ասել, պետքա նայել հիմքերը պահպանված են, թե պահպանված չեն եւ ըստ այդմ որևէ ձևով կարձագանքենք, որովհետև նախորդիվ հարցը այնպես էր, որ այն հատվածը վարորդների ում հետ մենք պայմանավորվել ենք, այդ պայմանավորվածությունը չի կատարվում, բայց դա իհարկե կատարվում է եւ դատարանների հետ կապված էլ այդպիսի պայմանավորվածություն չի եղել։ Հիմա ձեր ասածը նոր թեմա է, որին կծանոթանանք եւ կտեսնենք ինչ է հնարավոր անել։ Շնորհակալություն, հաջորդը իրավաբանություն։ Շնորհակալություն։ Պարոն վարչապետ, հակակոռուպցիոն պայքարի շրջանակներում ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների եւ ապօրինի ծագում ունեցող գույքի հետ կապված հանրային հնչեղություն ունեցող վարույթներով
Ներկայումս միլիարդավոր դրամներ, անշարժ գույքեր, ընկերությունների բաժնեմասեր եւ այլ ակտիվներ պետության կողմից արգելանքի տակ են կամ բռնագանձվում են։ Գործող հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների ծրագրով կառավարությունը պարտավորվել է կատարելագործել այդ գույքի կառավարման կառուցակարգերը միջազգային լավագույն փորձի հիման վրա։ Այդպիսի մի փորձի օրինակ բերեմ Իտալիան, որտեղ առանձին համակարգ է գործում ոչ միայն վերջնական բռնագանձված, այլև դեռևս արգելադրված ակտիվների արդյունավետ կառավարման համար։ Ընդ որում իտալական մոդելում այդ գույքի եւ ֆոնդերի մի մասը սոցիալական օգտակարության ծրագրերով ու հստակ տոկոսային հարաբերակցությամբ կարող են տրամադրվել հասարակական կազմակերպություններին կամ օգտագործվել պետության կողմից։ Հարցը հետեւյալն է. Արդյոք ակտիվների կառավարման այս նոր կառուցակարգերն այսօր ընդունված են եւ գործում են եւ որ մարմինը իրականացնում դրանց կառավարումը, իսկ որ մարմինը աուդիտը։ Ինչպես նաեւ ամենակարևորը, արդյոք կառավարությունը դիտարկել է Իտալիայի կամ այլ երկրների համանման փորձառությունը, որպեսզի Հայաստանում նույնպես այդ ակտիվների որոշակի մասը տրամադրվեն ՀԿ-ներին կամ հենց պետության կողմից օգտագործվեն սոցիալական օգտակարության նպատակներով։ Դուք որպես կառավարության ղեկավար առաջիկայում ինչ լուծումներ կարող եք առաջարկել։ Շնորհակալություն։ Ես կարող եմ ասել, որ նման թեմաներով պարբերաբար քննարկումներ են լինում եւ մենք իհարկե մի շարք որոշումներ արդեն կայացվել են տարբեր ուղղություններով, որովհետև ձեր հարցը շատ բազմաշերտ է, մյուս մասերով էլ քննարկումներ գնում են, որպեսզի կարողանանք լավագույն լուծումները գտնել։ Չեմ կարող ասել, այսինքն քննարկումները ինչ որ մասերով արդեն որոշումներ կայացվել են, մասնավորապես արգելադրումից հանելու այդ օպերատիվությունը թվայնացում եւ այլն, այսինքն այդ թեման նկատի ունեմ մեր օրակարգում, ընդ որ մեր օրակարգումը նաեւ արդեն իսկ պետության սեփականությանը անցած գույքերը հնարավորինս պրո-սոցիալական նախագծերի համար օգտագործելու հարցը եւ ինչ որ հարցերով արդեն մենք ըմբռնում ունենք եւ ինչ որ հարցերով էլ առաջիկայում որոշումներ կկայացնենք։ Ինքը նոր բան է, պարզ բան չի, նկատի ունեմ պետք է 7 չափել, 1 կտրել։ Շնորհակալություն, խնդրում եմ հագիր բոլորի հարցերը հասցնել, հաջորդած Ձեզ հարցը վերաբերում է Իրանին։ Հայաստանը պահպանում է լավ հարաբերություններ թե Իրանի, թե Միացյալ Նահանգների հետ։ Ձեր կարծիքով կարող է արդյոք Հայաստանը առանց ստանձնել միջնորդի դեր եւ նպաստել Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև լարվածության նվազեցմանը։ Բացի այդ, իրանական կողմը բազմիցս հայտարարել է, որ թրիփ նախագիծը դիտարկում է որպես իր անվտանգության համար հնարավոր սպառնալիք եւ նույնիսկ առաջարկել է ստեղծել հատուկ մեխանիզմ այդ հարցերը քննարկելու նպատակով։ Արդյոք այս հարցը քննարկվում է Թեհրանի հետ եւ երբ է նախատեսվում ձեր այցը Իրան, որի շրջանակում սպասվում է Հայաստանի եւ Իրանի միջև ռազմավարական համագործակցության համաձայնագրի ստորագրումը։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Հայաստանը համեստ փոքր պետություն է եւ մենք նման ամբիցիոզ հայտարարություններ եւ մտադրություններ չենք կարող ունենալ, որտեւ խոշոր երկրների հարաբերությունների պարզաբանման մեջ մտնելու մասին մտածելը արդեն իսկ այդքան էլ լավ չէ, ճիշտ չէ։ Ինչ վերաբերում է ձեր երկրորդ հարցին տրիփ նախագծի վերաբերյալ, այդ թվում Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած վերջին այցի ընթացքում դրանից առաջ է, ես շատ հստակ ասել եմ, որ մենք բաց ենք թափանցիկ ենք եւ պատրաստ ենք տալ բոլոր հուզող հարցերի պատասխանները, որպեսզի բոլոր մտավախությունները վերանան, որովհետև թրիփը տնտեսական ենթակառուցվածքային այո շատ խոշոր, շատ կարևոր նախագիծ է եւ դա միայն օգուտ է բերելու տարածաշրջանին, այդ թվում Հայաստանի Հանրապետությանը եւ Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Ես ուզում եմ հիշեցնել, որ այդ նախագծի ոչ թե հենց այդ նախագծի մեջ, այդ նախագծի իրականացման արդյունքում բացվելու է նաեւ Պարսից ծոց, Սև ծով հաղորդակցությունը երկաթուղային Իրանի Իսլամական Հանրապետության, Ադրբեջանի, Նախճեվանի, Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի տարածքով։ Ես այն ուղղություններից մեկն է, որը իջիկ է դարձնում այն քննադատությունները, թե այս նախագծի իրականացումը տարածաշրջանի որևէ երկրի դուրս է թողում։ Ընդհակառակը
Սա ներգրավող նախագիծ է եւ իհարկե դրան խանգարող հանգամանք կարող է լինել տարածաշրջանային անկայունությունը։ Ես հույս ունեմ, որ հնարավորինս շուտ կայունություն կհաստատվի, որպեսզի մենք այս բոլոր կառուցողական նախագծերը կարողանանք իրականացնել։ Չգիտեմ, չեմ կարող ասել, կտեսնենք։ Պայմանավորվածություն կա, ժամանակ կոնկրետությունը պետք է դե առաջիկայում կառավարություն ձևավորվի եւ այլն եւ կտեսնենք։ Շնորհակալություն, հաջորդ հարցը իշխանություն։ Պարոն Փաշինյան, դուք կրկին ասացիք, որ ռուս խաղաղապահներն են Արցախը հանձնել։ Խնդրում եմ հստակեցնել, երբ են հանձնել, այն ժամանակ, երբ դուք Պրահայում ճանաչեցիք Արցախը Ադրբեջանի մաս, դրանից հետո, թե դրանից առաջ, եւ այս խոսույթի հետ կապված Մարիա Զախարովան էլ վերջերս անդրադարձել, ասում են, որ ռուս խաղաղապահներին մի մեղադրեք, Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը։ Լավ, եթե ռուսները ամեն դեպքում հանձնել են ռուս խաղաղապահները, դրանից հետո ձեր կառավարությունը նույնիսկ թույլ չի տալիս, որպեսզի պետական պաշտոնյաները թանգարանի տնօրենը Արցախին վերաբերող որևէ քննարկում կամ գիրք անգամ նվիրի, աշխատանքից անմիջապես ազատվում է։ Վլադիմիր Պուտինի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին ամեն անգամ, երբ հարց ենք հնչեցնում, դուք հիշում եք Լուկաշենկոին, այնպեսի տպավորություն է, ասես Պուտինի մուրը Լուկաշենկոից է քանում, ինչով է պայմանավորված, այդքան մեծ դերակատարություն ունի հայ-ռուսական հարաբերությունների մեջ Վլադիմիր Պուտինը։ Ալեն Սիմոնյանի հետ կապված ուզում եի հասկանալ, որևէ որոշում կայացրել եք թե ոչ, եւ ճիշտ է արդյոք տեղեկությունը, որ ցանկացել է Մեծ Բրիտանիայի դեսպան լինել։ Թերևս այսքանը։ Ոչ, ճիշտ չի տեղեկությունը։ Ես մուռ չունեմ, որ հանեմ։ Ինչ վերաբերում է ձեր առաջին հարցին, գիտեք, այդ թեմաներով այնքան ենք խոսել եւ արդեն երկու ընտրություններում այդ բոլոր թեմաները պարզաբանվել եւ Հայաստանի ժողովուրդն էլ արձագանքել այդ թեմաներին, այնպես որ անդադ նույն հարցը ծամծմելը չեմ կարծում թե որևէ իմաստ ունի։ Համենայն դեպս, եթե ձեր նշած հարցերի իմ բովանդակային պատասխանը հետաքրքիր է իրոք ձեզ, դուք եթե ոչ հազարավոր, հարյուրավոր էջերով նյութեր, եթե ոչ տասնյակ, մի քանի ժամանոց տեսանյութեր իմ պարզաբանումները կարող եք տեսնել համացանցում։ Շնորհակալություն, հաջորդ հարցը հանրահետքություն։ Շնորհակալություն։ Պարոն վարչապետ, Հայաստանից Ռուսաստան արտահանումների սահմանափակումները վերացնելու հետ կապված երկկողմ հանդիպումները, քննարկումները կարծեք թե արդյունք չեն տալիս։ Հետաքրքիր է այդ առումով արդյունքի հասնելու հնարավորությունները համարում եք սպառված են եւ եթե այո, ինչ հետևանքների հետ է Հայաստանը գործ ունենալու եւ ինչքանով է պատրաստ դրան։ Շնորհակալ եմ։ Ոչ, ես արդեն ասացի, որ մենք չենք պատրաստվում դադարեցնել խոսակցությունը, երկխոսությունը, գործընկերային քննարկումները։ Դա կլինի ամենասխալ ճանապարհը եւ մենք չենք գնա այդ ճանապարհով։ Ինչ վերաբերում ընդհանուր process-ին, ես էլի ասում եմ, կառավարության նիստին եթե հետևել եք, այնտեղ էլ եմ ասել, որ տեսնում եմ, որ շատերը կամ մի հատվածը հանրային կամ քաղաքական կամ լրատվական դաշտի իրադրությունը գնահատում են որպես ճգնաժամ, մենք իրադրությունը գնահատում ենք որպես հնարավորություն։ Այս ամեն ինչը հնարավորություն է մեր տնտեսությունը ի վերջո իրոք դիվերսիֆիկացնելու եւ իրոք զարգացնելու իրոք բերել ստանդարտների, նոր տեխնոլոգիաները զարգացնել, կուտակիչ կայանների տեխնոլոգիաները զարգացնել, շարունակել վերականգնվող էներգետիկայի զարգացումը եւ այլն եւ այդպես շարունակ։ Շնորհակալություն, հարցի Եվրոպայական։ Շնորհակալություն, պարոն Փաշինյան, ձեր խոսքի որպես շարունակություն, Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացիան, որը ձեր կառավարությունը հայտարարել դեպի Եվրոպա, կարծես այդքան էլ հեշտ չի գնում, ամեն դեպքում շատ խոչընդոտներ կա, ինչը հենց ուղիղ անդառնում է քաղաքացիների վրա, տեսնում են գրեթե պարբերական բնույթով տարբեր ֆերմերներ, գյուղացիներ գրեթե ամեն օր ակցիաներ են իրականացնում։ Ես ուզում եմ իմանալ կառավարությունը կոնկրետ այս քաղաքական ու տնտեսական հարցի մի կոնկրետ այս քաղաքացիներին, ովքեր իրենց հացի
այսպես ասած, համար են իրար առօրյա խնդիրների համար են պայքարում, կոնկրետ ինչ առաջարկներ ունի եւ ինչպես ձեր խոսքից ենք հասկանում, դուք եւս կողմ եք Ռուսաստանի առաջարկին հանրաքվեի հետ կապված։ Ուզում եմ իմանալ, սա ինչ ժամկետում եք պատկերացնում հանրաքվեի անցկացումը եւ ինչ մեխանիզմով եւ եւս մեկ հարց, պարոն Փաշինյան, դատախազությունը փաստորեն ընթացք տվեց Տիկին Աննա Հակոբյանի հաղորդմանը, հա, երբ որ նա ասում էր, որ իր հրապարակումներից հետո կյանքին սպառնալիքներ է ստանում։ Ես ուզում եմ իմանալ, դուք տեղյակ եք ինչ սպառնալիքների ինչի մասին է խոսքը եւ արդյոք եթե օրինակ հասարակ քաղաքացին ես կամ հա մյուսը նման գրառում հրապարակմանային դատախազությունը այսքան արագ կգործեր ու միանգամից ընթացք կտար։ Կարծում եմ իրավապահները հանցագործության դեպք պարունակող ցանկացած դեպքի պարտավոր են արձագանքել եւ արձագանքում են, այդտեղ իհարկե պետք չի ժխտել, կախված է նաեւ հայտարարությունների տեսանելիությունից, որովհետեւ հնարավոր է ինչ-որ մի քաղաքացի իր էջում այդ թվում գրի եւ տեսանելիության խնդիր լինի, այսինքն սոցիալական ցանցերում որոշ պարզա, որ որոշ մարդկանց գրածները ավելի տեսանելի են, որովհետեւ մամուլն է հետո դա տիրաժավորում եւ այլն, եւ դա դառնում է ավելի տեսանելի եւ արձագանքնել համապատասխանաբար էլի դառնում է ավելի տեսանելի։ Ինչ վերաբերվում է տեղյակ եմ արդյոք ինչ սպառնալիքների մասին է խոսքը, այո, տեղյակ եմ ինչ սպառնալիքների մասին է խոսքը։ Ինչ վերաբերվում է ձեր առաջին հարցին, ես ասեմ, որ մենք բազմաթիվ ծրագրեր ենք արդեն աջակցության ընդունել գյուղատնտեսության ոլորտում, այլ ոլորտներում եւ մեր առաջարկը Գիտեք, մենք զարգացման ծրագրեր ունենք, որոնք 2019 թվականից գործում են եւ ուժի մեջ են եւ բոլոր այն տնտեսվարողները, ովքեր այդ ծրագրերից օգտվել են, համոզված եմ կամ իրենք այսօր խնդրեմ չունեն, կամ իրենց խնդիրները շատ ավելի մեղմ են։ Շնորհակալություն վերջին հանդիպումների առաջարկներից հետո Այո, կան նորություններ։ Կան նորություններ, առաջիկայում կիմանաք այդ նորությունները։ Եվ վերջին հարցը Պարոն Փաշինյան, Տիկին նախարար Դավիթ Խուդայցյանը խոսելով Իրանի այցի մասին նշել էր, որ կա հնարավորություն իրանական գազի ներկրման ծավալները գոնե 2 անգամ ավելացնելու։ Ինձ հետաքրքիր է դա ոնց կանդրադառնա ընդհանրապես գազի ծավալների ներկրման կառուցվածքի վրա, մասնավորապես ռուսական գազի, եւ կարեւոր ինչպես կանդրադառնա վերջնական սպառողի համար գազի սակագնի վրա։ Եվ երկրորդ հարցից, եթե կարելի է, Արսեն Թորոսյանը նշել էր վերջերս, որ Հայաստանում շարունակում է ծնելիությունը նվազել։ Դա ձեզ անհանգստացնում է, կառավարությունը ունի արդյոք նոր կոնկրետ ծրագրեր այդ մասով, որպեսզի ծնելիության նվազումը կանգնեցնի, խթանի դեմոգրաֆիկ աճը եւ եթե այո, երբ կարող են տրվել այդ ծրագրերի մեկնարկը։ Շնորհակալություն։ Այդ ծրագրերի մեկնարկը տրված է վաղուց 2022 թվականից սկսած եւ դրանից առաջ էլ մենք բարբերաբար ծրագրեր ենք ընդունում եւ շարունակելու ենք այդ ուղղությամբ ծրագրեր ընդունել իրոք բազմաթիվ ծրագրեր ունենք, սկսած ընտանիքում երեխայի ծննդյան դեպքում հիպոթեկային վարկի աջակցությունը եւ այլն, արհեստական բեղմնավորման ծրագրերը, այլ ծրագրեր, ժողովրդագրության ռազմավարությունն ենք ընդունել, որը պետքա իրականացվի, բայց խնդրեմը դեռ կա եւ պետքա շարունակենք աշխատել։ Հա? Քննարկման մեջ են տարբեր գաղափարներ կան, այդ գաղափարները կնայենք, կդիտարկենք, բայց ընդհանուր առմամբ էլի ասում եմ, կարծում եմ, որ բարեկեցության, անվտանգության աճը նույնպես, որը ուղիղ դրա հետ կապ չունի, բայց իհարկե ունի որոշակի եւ շատ էական կապ։ Ինչ վերաբերում է գազի ներմուծման կառուցվածքին, դա հնդածած կտեսնենք, դա կախված է կոնկրետ ծավալներից, թե ինչ իրականում տեղի կունենա, ինչ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն եւ ինչ կոնկրետ վիճակագրական տվյալներ կարձանագրվեն։ Դες գիտեք, եկեք հիմա դեռ քննարկումները հազիվ սկսած մենք արդեն հերրուն գնացող հետևություններ ենք անում։ Եկեք տեսանելի միջակայքում խոսենք, երբ որ կլինեն ավելի շոշափելի տվյալներ, իրար հետ կկիսենք, կքննարկենք։
Հարգելի գործընկերներ, շնորհակալ եմ, ինչպես գիտեք, Տիկին Բաղդասարյանը դադարեցնում է վարչապետի մամուլի խոսնակի դերում իր պաշտոնավարումը, ես ուզում եմ նրան շնորհակալություն հայտնել եւ առիթից ուզում եմ օգտվել եւ տեղեկացնել, որ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանիա Հարությունյանը, համեցեք Տիկին Հարությունյան, եւ հույս ունեմ կհաջողվի համագործակցել եւ իհարկե մեր այս քննարկումների ձևաչափը առաջիկայում կպահենք եւ կպահպանենք։ Շնորհակալություն այսքանը Տիկին Հարությունյան, ձեզ էլ հաջողություններ եմ մաղթում։ Շնորհակալ եմ։